2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Մարտի 31-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում որոշվել է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը, այն է IDEMIA Identity Security France and ACI Technology-ն։ Պայմանագրի կնքումից հետո մասնավորը 1 տարին պետք է տրամադրի ներդրումներ և կապիտալ ծախսեր անելուն, ենթակառուցվածքը հիմնելուն, որ հաջորդող 10 տարիներն արդեն ծառայությունը մատուցելուն և եկամուտ գեներացնելուն ուղղված լինեն, որպեսզի ծրագիրը մասնավորի համար լինի ծախսաարդյունավետ և եկամտաբեր։ Ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաներով հավաքագրվող կենսաչափական տվյալների շնորհիվ հնարավոր կլինի ստանալ միջազգային ամենաբարձր ստանդարտներով անձը հաստատող փաստաթուղթ։ Անձնագրի բոլոր էջերի վրա լինելու են անվտանգային տարբեր բաղադրիչներ։ Պետությունը խնդիր է դրել ապահովել ծառայությունների հարմարավետ մատուցումը, սահմանին անձի իրավական ինքնության հավաստումը, հերթերի կրճատումն ու հնարավոր կասկածելի իրավիճակների բացառումը։ Շատ գործընթացներ կունենան թվային լուծումներ ծառայությունը տնից ստանալու հնարավորությամբ։ Պետության ձեռքին սա նաև կարևոր գործիք է մի կողմից բարձր անվտանգային երաշխիքներ ապահովելու քաղաքացու համար, որովհետև շատ դժվար կլինի կեղծել քաղաքացու ինքնությունը, մյուս կողմից, եթե լինեն այդպիսի ռիսկեր, դրանք կլինեն շատ շուտ բացահայտելի։ Մեր քաղաքացիները նաև ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն կունենան։ Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր է մատակարարել լեհական ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվել է 2017 թվականի հունվարի 1-ին։ Դրանից հետո նոր մատակարար պաշտոնապես չի նշանակվել։ Հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգվել է մի քանի անգամ։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա 1 տարվա ընթացքում։